Ողջույն ու բարի երեկո անգիրներ, բարի երեկո Հայաստան եւ բարի լույս ու արավոտի լույս արեգակն արդար, հարգելի հայ ամերիկացիներ, ինչպե՞ս եք։ Դուք վերջերս շատ ավելի դրացիներ ունեք, բանակից փախած, քան նախկինում։ Գոնե որպես ներուժ, կայացած մարդ, ծեր 1%-ի չափ, գոնե թող մասնակցեն հայրենանվեր աշխատանքների։ Այսօր Ամերիկայի ափերն էլ այնքան էլ հին օրերի պես գաս այսպես առանց երևալու ինչ-որ առաջընթաց արձանագրես, բան այդ բոլոր բաներին վերջ ա տրվում, դուք գիտեք։ Հիմա ես առաջին հերթին մտահոգություններից մեկը պիտի արտահայտվեմ ԻՊՀ-ի գրասեղանը իր շատ խիստ մտահոգությունն է հայտնում կառավարությանը, որ մենք կոչի վրա ենք արել, որ Ռուսաստանի Դաշնությունից եկած ազգությամբ ոչ հայ ռուսը պիտի չկարողանա հող գնի Հայաստանում, դու այսօր արդեն ունես գրանցված այլ անձինք և այլ ազգ, որ հողատարածք ա գնում իմ մի բուռ հողի վրա հայրենիքի։ Դա նշանակում է դու սպիտակ ջարդի մասնակից ես, որ դրսի հայը հայրենադարձ կարգավիճակով չկարողանա ձեռք բերի վաղը։ Հիմա դու արաբների հետ եթե կացության քարտով գործունեություն ծավալելու իրավունք ես տալիս, դու որպես պետություն պարտադիր չես և չես կրում այդ պատասխանատվություն հաշվետվությունը ժողովրդին, որ իր հայրենիքում ով կարող է հող գնել։ Սա մտահոգություն կետերից մեկը, չնայած բազում ա ձեր բաց թողումները, բայց ես մի մեջբերումը պիտի անեի։ Սիրելի հայրենակից պիտի ամփոփենք, շատ արագ ու կարճ պահենք, որովհետև ասում եմ, եթե 10 հոգի հայ հավաքես այսօր, 8-ը պիտի սովորի լսելը, թե լսածը ինչ է ասում։ Այն երկուսն էլ անձնական խնդիրներ, թե կարող է Ադիգալոնիդ սափրվածից հետո, որ քսել ես հոդը դուրը չկա, հարցակվի վրատ, ժողովի ժամանակ, ես ակոնը։ Դենց էլ մեծ անակնկալ չի և այսպես մի ողբացեք, լացեք, որ Անդրանիկ զորավար եք հալածել վռնդել, Նժդեին փագել եք ռսի բանտախցում եք սպանել, համակերպվող պապիկիտ նայի վախկոտ, դու էլ իրա թորնիկն ես, պավեսկից թռած, Աստված օրհնի ազգս, հայոց պետականությունը, սիրելի հայրենակից, ճշմարտությունը մեր Աստվածն է, քանզի ինքը մեր Աստված Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոս ասաց, ես եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը, փառք իր սուրբ անվանը և միջի գալուստն փառավորյալ Քրիստոսի, պետք է սրբամաքրենք և զարդարենք նրա վերադարձի ճանապարհը։ Պետք է այս մրցույթի մեջ մասնակից լինենք, ԻՊՀ-ի մարտահրավերը մնում է ուժի մեջ, 90-օրյա վարժանքի և ուսուցման հնարավորություն տալու և ապահովելով սարքավորումներ, ԻՊՀ-ն կոչ է անում բանակին, կամավորական կառույցներին մեկը մյուսի վրա նռնակներ են լարում, թակարդներ են դնում, լիքը փող են հաշվում դրա համար։ Օրինակ երկրապահ կամավորական միությունը շատ ավելի ընտրաթերթիկ ապահովող է այսօր, որպես կառույց, ով վերբով կանի նրա ղեկավարությանը ընտրաթերթիկը նրանն է նայելով, sphere of ազդեցիկ influence, քան երկիր ու հայրենիք պաշտպանող։ Էսի լոլոչի, հորինված չի, դուք էլ գիտեք, մենք էլ գիտենք, իրար ճանաչում ենք։ Դրա համար 18 տարեկանին թողում եք մենակ։ Դրա համար դուք պիտի ապակենտրոնացած յուրաքանչյուր վարչություն նշանակվի գումարտակի հրամանատար։ Այդ գումարտակի հրամանատարն է պատասխանատու այդ վարչությունի բատալյոնից։ Նախագահական չկա էլ այդ կառույցի մեջ։ Դուք մեծ խոչընդոտ եք ռեզերվային բանակի աճին, սերժանտական, պահապան հայրենյաց ծրագիր զինված ուժերի բանակի աճին խոչընդոտ եք դուք։ Դուք էլ ձեր ոմա-տոմա տոլմաներն էլ, սեփական բանակ չի լինում։ Հայրենիքը ուներում է մեկ բանակ,
Հայաստանի Հանրապետության զինված ուժերն է։ Էդ ունես դու, դա պիտի հզորացնես։ Սիրելի հայրենակից, ուրեմն եկեղեցին եւ սպիտակ ջարդը հայ ժողովրդի գլխին ձերքի են իրականացնում ազգի գլխին։ Հովնան arciepiskopos Տերտերյանից լոսում, պիտի կրկնեմ վառոդին կապած 1-2 իր շներով, Գարեգին Բեն, Թուրքիայի Սահակը եւ այսօրվա մշակվելիք հնարավոր Սմենափոխ հերթափոխը Գարեգին Բե եւ Նիկոլ Փաշինյանի համաձայնությամբ, որ Սերժ Սարգսյանի կողմ ու տող մնել տխուր չլինի գալիք կաթողիկոսով, տենց բան չկա։ Դու չես կարող դա թույլ տալ, եթե մարդ ես հայ ես։ Եվ ինչ վերաբերում է երրորդ կետին, որ շատ արագ անդրադարձ պիտի անեմ, որպեսզի հասկանանք, շատ հաճախ մեջբերում եմ արել դեմոգրաֆիկ փոփոխությունները, որոնք իրենց հետ բերում են պտուղ։ Օրինակ դեմոգրաֆիկ շիֆտը, այսինքն ժողովրդի տեսակը, ազգությունը կամ հավատքը կամ եւ այլ, երբ որ փոխվում է, նրա հետ գալիս է մի իրականություն, որին ասում են psychographic։ Հիմա psychographic-ը վերաբերվում է վերաբերմունքին, ճաշակին, հավատացած չհավատացածին, հետաքրքրող չհետաքրքրող եւ ապրելակերպ ու lifestyle-ին։ Անպայման պիտի անդրադարձ անեմ դրան, որ անգրագետները դտեղ վերլուծաբան ու սոցիոլոգ հասկանան, որ իրենց չաշխատելը սպիտակ ջարդին մասնակից անմնում, որովհետև ժողովուրդն անընդհատ է խաբվում։ Գալիս է նույն մայմունը, նույն շրջապատի եւ շրջանակների։ Սարքում են, ես կփոխեմ ամեն ինչը, կամ քայլարա Սերժի մեջքին։ Հա, էդի որտեղից է գալիս եւ ոնց է խաբում քեզ։ Դու պիտի հասկանաս քո դրացի տովա եւ ինչի է որ բանակը նույն օրն է։ Բանակը ունի ավելի լավ զենք, բանակը ունի ավելի լավ ուսումնական սարքավորումներ։ Շնորհակալ ենք, պարոն վարչապետ։ Բանակը ունի զինվածա մինչև ատամները, զենքի խնդիր չունի բանակը։ Բայց ինչու է որ դեռ ծառայություն հայրենիքին տալու համար վճարովի էլ պիտի հիպոթեք եւ payment ու տուն տեղ մայկատրուսիկ խոստանաս, որ տղամարդանա, առնանա եւ գա կանգնի իր հայրենիքի սահմանը պահելու։ Որտեղ է խնդիրը։ Պատկանելիության օջախ չի հայրենիքը իրեն։ Ուղղակի աշխատելու տեղա, պարոն վարչապետ։ Դուք իմ ժողովրդին չեք ճանաչում, այսօրվա նրա հոգեբանական եւ հոգեվոր եւ բարոյա արժեքների, հոգեբարոյա արժեքների, պատմամշակույթային զիբիլանոց սարկված եւ ընդհանրապես դուք ոչ մեր հայրենիքից եք հասկանում, ոչ էլ մեր հայ ժողովրդից։ Եթե այսօր շնչում են ռոբասերժական կլանը եւ ունեն պատգամավոր, ուրեմն իմ ազգը մարդ չի դարձել դեռ։ Մնացեք մեզ հետ, կանդրադառնանք մի քանի վայրկյանից։ Հաճակնքվենք Փառքը անվանահոր եւ Որդվո եւ Հոգուն Սրբո ամեն, օրհնյալ է Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն, Հիսուս Քրիստոս Աստվածն է մեր, որ նստավ ընդ աճն մեր երկնավոր հոր եւ գալիս է ալելույա Տեր ամեն։ Ուրեմն սկսենք սկզբից 3 կետերը, որ պիտի ամփոփենք եւ շատ արագ, նախ ասեմ, որ նախնապես ես Լոս Անջելեսում հայտարարեցի, որ կազմվող գալիք կոմիտեն ազգային
Հենց այս նպատակ եւ ուղություններով պիտի աշխատի։ Առաջին հերթին ինչ որ մեջբերում ենք արել, ով կուզի, ով չի ուզի ինքը գիտի։ Նախ անդամագրման համար որ կոչ եմ արել, դուք պիտի background process-ը անցնեք, նոր գաք սեղանի շուրջ, սա ասեմ, այսինքն նշանակում է ես պիտի կարողանամ ճշտեմ, դու ազգային ես, թե ինչպես Երևանում փորձեցիք իմ սեղանի շուրջ ինձ ձայնագրեք, դրանցից ես։ Եվ ինչու եմ սա մեջբերում անում, դուք կարծում եք գրագետ եք եւ ցայնագրման սարքեր եք բերում, հետներդ նստում եք սեղանի շուրջ ինձ հետ, բայց դուք տեղյակ չեք, որ գոյություն ունի app այսօր այնքան է զարգացել, լսասարք տեսախցիկ ճշտելու գործիքները, որ մեր դպրոցների գծից է։ Ուրեմն ինչա կատարվում, սիրելի հայրենակից, երբ որ դու իմ սեղանի շուրջ լինես, եւ եթե ես սարքը միացրած լինեմ, դու եթե օրինակ հեռախոսը տնես միկրոֆոնի վրա, միկրոֆոնդ միացած պատճառով այդ մագնիսական պստիկ դաշտի պատճառով իմ մոտ կանի, որովհետև միկրոֆոնի մեջ ինչ կա, մագնիս կա, նրա մեջից ձայնը որ դուրս է գալիս ինչ է անում, այդ մագնիս, այդ եթե միկրոֆոնիդ մագնիսը միացավ, ոչ թե որոնման գործիքը, որոնման գործիքը ուղղակի գտնում է մագնիսական դաշտ, մեծամասնությամբ, եթե տեսասարք ունես, տեսախցիկ կամ լսասարք, նման բաներ է փնտրում եւ այդ դաշտը իրան ասում է, որ այստեղ է, այսպես ավլում ես դրանով, բայց ճշտելու համար որ սեղանի շուրջ, հիմա ում վրա որ տուրի արել է, ձայնը միացրած չի եղել, որ իմանամ։ Ուղղակի ճշտվել այնտեղ, որ ֆրեկվենսին բարձր է իմ հետ սեղանի շուրջ։ Հիմա դու քո համար չես արել դա։ Դու մեկի շունն ես եղել, Երևան 3-րդ մաս 3-րդ հարկ, կինո հայրենիք, որ եկել ես իմ սեղանի շուրջ, Ամերիկայից նոր եկած մեկն է, որ դրե գրպանը ձայնագրել ես, վաղը հետի պետք է հակնես դու։ Կարևոր չի, անուն ազգանուն հայրանուն։ Վաղը պիտի վզիդ հակնես, չեփով ես հենց։ Ու պետք է մանգաս, պետք է ասես ես կյանքում էս ինչ եմ արել, ինչ սուրբ գործի հանդեպ։ Դա։ Եղավ։ Էսի դու գիտես ով մեկից ավելին է։ Մեկը գա հայրենիք, հայրենադարձ նպատակով եւ անի ազգային գործ։ Հիմա օրինակ ասեմ, երբ որ Անդրանիկ Քոչարյանի հանձնաժողովի հետ հանդիպեցի, եթե այդ սարքը միացրածը լեի, կարոտկի կտար, այդ սարքը ճշտող սարքը, որ իմ գրբանում է, դրա համար անջատած էր։ Պարոն Անդրանիկ Քոչարյան, հայրենադարձ մարդու հետևից հանձնաժողովիդ մի երկուսը, երեքը, դպրոցական աղջիկի նման փսփսոց, թե ամոթ է եղբայր, պետություն եք դուք։ Իմ գործը որ գործն էր, ինչ գործ էր, պարոն Անդրանիկ Քոչարյան, որ խանգարեցին քո հանձնաժողով ես ասում, պատիվ ունեմ ես նստացրել արջևը։ Դրանից ավելի ՖՍԲ չեմ ասի զարգացած ավանդական բորշ ու կալաշնիկով տելեգրադկա չոր բուխանգա կագեբեկա, որ իրանք են։ Ինչ ես արջևս նստացնում, եղբայր։ Դու ինչի ապահով ու ստերալիզացված միջավայր չես ստեղծում, որ դիմացինդ բան ուներ քեզ ասելու։ Որն էր խնդիրը, ստեղ չեմ կարա ասեմ, ոչ էլ սրանով կարամ ասեմ, ոչ էլ ԱԺ-իդ մուտքը հանրային, այդ սիրուն աղջիկները, որ նստացրել եք արջևը, բարի օր քույրիկներ, որ ձանձրացած են միշտ էլի, անելու բան չունեն։ Ոչ էլ նրանց ներկայությամբ, ոչ էլ քո երկու պոչ բիձուկները, Աղազարյան, Ասլանյան, դրել ես օֆիսս գնում, գալի, գնում, գալի, գնում, ինչ ես անում ընկեր, ում հետ ես անում, այ ընկեր, ում վրա սեղանին եք էդ տեսակ մոտենում, ամոթ է եղբայր, ուղղակի ամոթ, հիմա մենք եկեղեցուն նայում ենք եւ նրա առաջնորդներին մեղադրում ենք սպիտակ ջարդի մեջ, դուք եք մեղավոր, որ իմ 14 տարեկան աղջնակը, օրորդ, դիմացի 15 տարեկան աղջկան թաղում իրանց հարևանության մեջ, ասում է ծծը մամայիդ բերանը։ Ես իմ ինչ անեմ վրատ։ Էսի ձեր երեխեքն են ասում։ Այսօր կախարդների խաղեր կա, որ երեխեքը գիպնոտիզմի են ենթարկվում այդ խաղերի միջոցով։
Էլի մենակ Հայաստանում չի։ Բա դու չես կանչում ծնող ես։ Հələ նստի ստեղ աղջիկը։ Հələ դու ստեղ ես հեռախոս։ Բաց նայ այդ լակոտի հեռախոսար։ Դուք դուք ուզում եմ հասկանաք մենք ինչի մասին ենք նախ։ Ստորագրահավաքի գործը ընթացքի մեջ է։ Իմ սեղանի շուրջ կամապազգային տարերդ մեջիցդ կհանես, ուրիշ ամբիցիաներ ուրիշի տակը պարկող լինելը կթարգես կգնաս մեղայի նոր կգաս, կամ էլ պտի ճշտվես։ Տղա ջան, Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը Երևանում գիտի ինչ որ անում եմ, որտեվ տեսել եմ իրանց Լոս Անջելես գալուց առաջ։ Ես պիտի ունենամ ասի Հայաստանում հայոց ազգային գվարդիա, Armenian National Guard, հիմա ռուսին էլ եմ ասում, ամերիկացուն էլ եմ ասում, ձեզ էլ եմ ասում, Էս գրասեղանն առաջնորդում ազգային գվարդիա, ձեր կոմենդոսի պայծիկները մի երկու, շատ դասարան պիտի եթան, էս գործը խոչընդոտելու համար, սա զինվորական գործ է, աշխարհը թող իմանա, 28,000 կամավոր Ամերիկայի ապրից առաջ 7 օրը ուղարկվեց Ուկրաինա, 340,000 ռեզերվային զինվորական Ամերիկա Եվրոպայի ափից, հələ թիվը նայի, ուղիղ Իսրայել առաջի 72 ժամը, ժշկական սովորող կամեջները, ինժիներ կա, այո, ձերպես հայեր, Գեյլենդելի ափում home health ունեցողներ կա, որոնց հետ ժամանակին աշխատել եմ հրյաների հետ, շատ ավելի հանգիստ եմ աշխատել, շատ ավելի լավ են վճարել, շատ ավելի լավ են վերաբերվել հենց ջհուդները, քան ձեր պոսավոր փարաչայով գող ու ավազակի տղեկը։ Ոչ մի տեղ չի առաջին մեղադրանքը, բացի մեկ տեղից, պատասխանատու է, բուն հանցավորն է, հայ ազգի ներկայացուցիչը, երեկվա այսօրվա եւ գալիք աղետին, էսի արձանագրի։ Ասում եմ 340,000, իհարկե ուրիշ ինչ անուն պետք է ունենար, ես կատակ եմ միշտ անում, ասում եմ, ես գիտեի, որ քո անունը Դավիթ է, քեզի չծանոթացած, ինչի՞ իմացար ասեց, ասի է ջհուդ ես դրա համար, Դավիթ ունեք, կներեք, մենք we joke like that, ինքն էլ հայերի հանդեպ է ջոքեր անում, that's fine, եւ ինքը սիոնիստ չի, ծայրահեղ չի, ինքը այն հրյաներից է, որ հասկանում է, որ ես ինչ եք անում արա, վաղը մենք պատասխանատվության պիտի ենթարկվենք, պարոն Նեթանյահու, ես ունեմ արաբ ընկերներ, ունեմ հրյա ընկերներ, ես ունեմ ռուս ընկերներ, ուկրաինացի ընկերներ, բոլոր ընկերներից ունեմ, բայց մեկ կետի վրա UCLA-ում թուրքը ինձ մի խոսք ասեց դուք թուրքի բանակը կոդրելու հաղթելու համար գերի զաքյալը ռսի հետույքից պիտի դուրս գայիր, դե գնադ նստի տեղը տնգեր, դես հարցին պատասխան տուր, ասում է մեր օրդուն դուք կարայիք կոտորեիք, ոչ մի գրամուս թիզ հող չեիք տա, ռսի հետևը մտակ ասեց սարքին ձեր գլխին, տեղը թափ տվեց գնաց, հիմա բերանս բաց մնացած չեմ կարում խոսք ասեմ, որտեվ ճիշտ է բոլշևիկներ, այ չեքիստու կամսամոլի բջեր, ճիշտ է այդ խոսքը, այսօր դեմոգրաֆիկ թեքումները բերում է սայկոգրաֆիկ փոփոխություններ, վերաբերմունք ու attitude, ճաշակ եւ lifestyle, բրենդից հասկացող թե չհասկացող փոփոխություններ ա բերում, դուք պարոնայք Եվրոդաշինք ենք գնում 60,239 ստորագրություն ունենք, Հմեկով զռում ես, 60,000 ստորագրություն ունեցողը, արա 5,000 մարդ կունենար ԱԳՆ-ի շենքի առջև, What happened?
աղջիկ երեխայի պես, որ դպրոցում կսիրահարվի, բայց խանդից, որ մյուս աղջիկի հետ կխոսա, եղք պիտի ասի, որ չճակի իր մոտից անցնելուց։ Այդ տղայի, որի համար հալվում է, աղջիկ երեխայի բնավորություն ունեք։ Պարոնայք, արդ քաղաքական պարազիտներ, ազգս հայրենիքս ա վնասվում, չարչարված ժողովուրդս, նորից տեսնում եմ, նորից խապվում, բայց դուք ես անգամ կործանվելու եք, ասեմ։ Դուք 9.8 միլիոն հայ ձեր աչքի առջև կոտորում եք թմրամոլ, օտարամոլ, կրոնամոլ այլ կրոնքների պաշտող, սատանապաշտ, սեռական, լրիվ մոլին դարձած գնացած հարաբերությունների մեջ ետադարձի ճանապարհը չի երևում, այն աստիճանի, որ ինքնասպան են լինում։ Եվ դուք չգիտեք դրա վերադարձի ճանապարհը այդ մարդկանց որտեղ է դուք եք կոտորում։ Այսօրվա պոզավոր պետականներ ձեր շին ցութատ այդ աժն մի հատ անց դաստիրակվելու ենթակայա։ Բոլորիդ տրուսիկով, բոլորիդ դիկտների մեջ, թե ինչ գործ ունի Թուրքի վաստակ Լևոն Քոչարյանը այդ շարքերում արա։ Էլի ձեր բաց թողումն ա, պարոն վարչապետ։ Եվ միտումնավոր իմացությամբ, որովհետև դու չես կարող չունենաս Ռոբերտ Քոչարյան, այլապես դու ընտրված չես։ Դու չունես հենարան քաղաքական։ Քայլ արա մերժի, Սերժինը պրավալ ես տվե, ուրիշ ինչ ես ներկայացնում։ Դու կուլակաթափ պիտի տայր ազգին, պիտի փագեիր սդն, փողոց հանեիր դրանց, ժողովուրդովս, եւ պիտի մտնեիր դրանց տները կուլակաթափ անեիր։ Դրա համար, պարոն վարչապետ, պահանջվում էր ազգայնական ինքն իր անձը մորցած սպանալ։ Ու մարքսիստ դաստիարակություն ունես, բայց քրիստոնյա ես, սիրելի վարչապետ։ 2026 թվականին ազգը սրանց էլ ձերոնց, նրանց էլ կրեմլու, բապաջելու, թքացունի է տնտրության վրա ազգու ժողովուրդը։ Որովհետև դուք չեք ճանաչում ժողովրդին, մինչ այսօր ըստ դեմոգրաֆիկ եւ սայկոգրաֆիկ ստանդարտների ժողովրդագրական պարոնայք անգրագետ երևույթ ու անլվա երևույթ ու ընդհանրապես արդեն զզվելի, որ լսել էլ չի կարելի ձեզ, վնասակար առողջությանը մարդկանց, ձեզ լսելը դուք աշխատում եք ինչպես 1980-82 թվականները, այն ժամանակ պրոպագանդան և այս մշակված ժողովրդագրական կիրառումը integrated պրոպագանդա կոմունիկացիայի մեջ կգործեր ժողովրդի վրա, և նրանք կլսեին, և մի մասը հատվածի կմոտենար են կողմին, մյուսը մյուս։ Ձեր երեք ուժերը իրար միացնես, երեքիդ մետեղ Թուրքի ասած 4-ը մանեթը չարժեք։ Դուք կրկնում եմ դեմոգրաֆիկ, սայկոգրաֆիկ, ժողովրդի այլակերպված և հոգեբանական այսօրվա situation-ից ընդհանրապես գաղափար չունեք։ Ժողովուրդը ձեզ չի ճանաչում, դուք էլ իմ ժողովրդին։ Պրավալ կշտալու համար ազգու հայրենիք հանում ենք բոլորիդ Աստված օրհնի ազգս հայոց պետականությունը։